24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Նախ խոսենք այն մասին, թե Վալոդիա Գրիգորյանի սպանության հետ կապված ինչ նոր մանրամասներ կան կամ ձեզ հայտնի է արդյոք նոր տեղեկություններ, եւ քիչ առաջ նաեւ տեղեկություն եղավ, որ հատուկ քննչական գործողություններ իրականացվել Գերեզմանատան հատվածում, որտեղ որ պատրաստություն է տեսել սպանություն կատարողը ամիսներ շարունակ։ Ինչպես գիտենք, սպանությունը խոստովանել է Գևորգ Հարությունյանը, նրա հետ կապված այնտեղ քննություն է իրականացվել, դուք ինչ տեղեկություններ ունեք։ Այն տեղեկությունն է, որ իրապահ մարմինները հրապարակում են այդ երկու անձի ձերբակալություն, հետո կալանավորում, որից մեկը ընդունել է սպանություն կատարելու փաստը։ Գևորգ Հարությունյանը։ Հա, դրա մասին է խոսքը, եւ այո, այդ մի քանի ամիս որ կրակել է սովորել, որը եղել է Գերեզմանոցի տարածքում։ Իհարկե ցավալի է, որ իրապահները հիմա են գնում այդ process-ը հետաքննելու, այնինչ մի քանի ամիս ապօրինի զենքով կրակել, պարապել մի քանի հոգով, պետք է արժանանար։ Եվ ոչ մեկ չի տեսել, ոչ մի կասկած չի առաջացրել այդ հանգամանքը։ Իրապահ մարմինների ուշադրությանը, ցավոք նման դեպքերը միայն հանցագործություն կատարելուց հետո են բարձրաձայնվում, բայց 10,000-ից ավել ապօրինի զենք կա Հայաստանում պաշտոնապես միայն Արցախյան վերջի պատերազմից հետո, հետևաբար հետողությամբ իրապահ մարմինների կանխարգելիչ գործողությունները պետք է առաջնային լինեն։ Գործի մասով նոր տեղեկություններ չկան, ակնհայտ է, որ արդեն եղած ինֆորմացիայից գործը նախապես պլանավորված, կազմակերպված է եղել, ինչը ենթադրում է այդ process-ի մեջ այլ անձանց հնարավոր ներգրավվածություն, հնարավոր աջակիցներ, կազմակերպիչներ, ինչու՞ չէ նաև պատվիրատուներ, ու նաև որ շատ հավանական է առնվազն տեղեկացության մակարդակով այլ անձանց ներգրավվածություն, այսինքն մարդիկ, որ տեղյակ են եղել հնարավոր այս սպանության կազմակերպումից, իրապահները։ Այսինքն դուք կարծում եք, որ ոչ թե երկու հոգի են, այլ ավել մարդիկ են ներգրավված։ Ակնհայտ է, որ այս մարդկանց մտադրությունն ու կազմակերպվածությունը չէ, առավել ևս որ այս անձինք որևիցե առնչություն, շփում, ճանաչելիություն Վալոդիա Գրիգորյանի հետ չեն ունեցել, իսկ թե ովքեր են այս մարդկանց հետ կազմակերպել այս դաժան ոչրագործությունը, ովքեր են տեղյակ եղել, այդտեղ իշխանությունները շատ մեծ անելիք ունեն, առաջին հերթին նաև փարատելու մեր ընտանիքի անդամների հասարակության տարբեր կասկածները, որոնց վերաբերյալ մենք մտադրություն չունենք ինչ-որ գործընթացների մասով ուղղորդում կամ անուններ տալ, իրապահները կարծում եմ շատ ավելի լավ գիտեն, թե սպանություն կատարած անձանց համագործակցության շրջանակը դեպի ուր է գնում։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ երկու բացահայտված անձանց հետևում մարդիկ կան։ Այո։ Այդ դեպքում ինչպես է քննչական կոմիտեի նախագահն ասում, որ գործը հայտնաբերված է ամբողջովին։ Քննչական կոմիտեի նախագահն իրեն հավասարեցրել է ԿՊ-ական քարոզիչների, որ դատարանի ֆունկցիա է արդեն կատարում երկու հոգու ձերբակալությունից մի քանի օր անց նման անպատասխանատու հայտարարություններ է արվում, առավելևս եթե մի փոքր հետ գնանք, առաջին օրը առաջի ձերբակալվածից հետո այդ ժամանակ էլ ներքին գործերի նախարարությունն էր ասում սպանությունը բացահայտված է, հետո պարզվեց հաջորդ օրը այլ անձի են ձերբակալում, որը ընդունել է իր սպանություն կատարելու հանգամանքը, այսինքն փաստացի ստացվում է, որ այդ պահին, երբ որ ներքին գործերի նախարարությունը ասում է սպանությունը բացահայտված է, այդ պահին ձերբակալված անձը հիմա չի համարվում սպանություն կատարող, այսինքն իրապահ մարմինները քաղաքական վարքագիծ են դրսևորում ցուցաբերելով անպատասխանատու աշխատավոճ, երբ մի դեպքում հայտարարություն են անում, որը հաջորդ օրը իրենք են արդեն իրենց գործողություններում հերքում, ու հետո էլ արդեն քննչական կոմիտեն անկախ նրանից, որ վարկածն է, ինչ process կգնա, դրա համար քննչական կոմիտեն, երբ որ աշխատանքները կավարտի, կգրի մեղադրական եզրակացություն, կուղարկի դատարան, դատարանը վճիռը կհրապարակի, միայն այդ ժամանակ իրապահ մարմինները իրավունք ունեն դա համարել սպանության կամ հանցագործության բացահայտում։ Իսկ այդ շտապողականության իմաստը ո՞րն է, դες համար հասկանալի է։ Իմաստը, այո, իշխանության կողմից բացառել որևէ այլ մոտիվներ սպանության եւ ցույց տալ, որ սպանությունը որևէ ձևով
բացի ինչ-որ կենցաղային մակարդակից այլ Ասում են ավտոն արագ քշելու հետ կապված է եղել վեճը։ Չէ, դա խոսքը վերաբերում փետրվարի միջադեպի հետ, հիմա փետրվարյան միջադեպի հետ Վալոդա Գրիգորյանը որևէ առնչություն չունի Վալոդա Գրիգորյանի եղբայրը հիմա մի process-ի հետ, որոնց հետ իրենք առնչություն չունեն, նստել քննարկել, թե դա ինչ է տեղի ունեցել, որովհետեւ տրամաբանություն չկա Պետրովյան դեպքերի ժամանակ Վալոդա Գրիգորյանի եղբոր մասնակցությունը եղել է իրապահ մարմինների կողմից ներկայացված որպես խուլիգանության դրսևորում 11-ից ավել մարդկանց հետ, բայց Վալոդա Գրիգորյանի եղբայրը նույնիսկ այդ մեղադրանքը չի ընդունում, որ ինքը այնտեղ է եղել, որովհետեւ հիմքեր չկա։ Եվ դա տեղի ունեցավ մարտի 30-ի ընտրությունների նախաշեմի եւ այդ ժամանակ Վալոդա Գրիգորյանը նաեւ ներկայացրեց, որ սա բացառապես քաղաքական հետապնդում է իր քաղաքական գործունեության նկատմամբ։ Եթե հանկարծ որ Վալոդա Գրիգորյանը կապ ունենար Պետրովյան դեպքերի հետ, այդ դեպքերից անցել էր 6 ամիս, տեղի ունեցավ ընտրություններից առաջ, հետո ընտրվեց, աշխատեց։ Այսօր իշխանությունները մարդկանց խոսելու համար են վրան քրեական գործառույթում տանում ազատազրկում, այսինքն պարզ է, չէ՞, Վալոդա Գրիգորյանը մի նշույլ անգամ կապ ունենար այդ դեպքերի հետ, հիմա ինչ մի մեծ աղմուկ էին բարձրացրել, 100 հատ քրեական գործ էին արել։ Ակնհայտ է, որ որևէ առնչություն Վալոդա Գրիգորյանը չունի եւ չունեցած դեպքի հետ կապել է սպանությունը, որովհետեւ տրամաբանություն չկա։ Իսկ այն որ հերքում են որ քաղաքական սպանություն է սա, դուք ինչ կասեք այս առումով։ Ամիսներ առաջ քաղաքական հայտարարություն սպանությունը քաղաքական նկատառում իրապահ մարմինների գործառույթները չպետք է քաղաքական հայտարարությունների ներքո լինեն։ Ելի եմ ասում, մենք վստահ ենք, որ սպանության կորհայս հանցագործության գործընթացում կան այլ անձանց ներգրավվածություն։ Հիմա այդ անձինք ովքեր են, ինչ ներգրավվածություն ունեն, քաղաքական ինչ կարգավիճակ ունեն, ինչ ազդեցություն ունեն իշխանության, որ անձի հետ ինչ կապերի մեջ են, դա իրապահ մարմինների գործն է։ Ինչու է այդպես կարծում։ Որտեվ անհնար է երկու անձի կողմից լինի սպանության կազմակերպում նման մակարդակի անձանց կողմից, որոնք ունեն 0 առնչություն։ Այս մարդիկ Վալոդա Գրիգորյանի հետ երբևէ շփման մեջ չեն եղել, կամ իր ընտանիքի հետ այս մարդկանց չեն ճանաչել։ Բայց Նարեկ Օհանյանը Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան էր։ Սպանված, այդպես են ասում։ Հա։ Հիմա ով ինչ կապ ունի։ Ներկայացնում է որպես վրեժխնդրություն։ Էլ եմ ասում, չն Վալոդա Գրիգորյանը որովհետեւ առնչություն չունի Պետրովյան դեպքերի հետ, եթե մի դեպքի հետ չունի, ոնց կարելի է բերել, ասել ումից են վրեժ լուծել, մարդուց, որը կապ չունի։ Այդ մարդը, որ կապ ուներ, իրանք էլ լինելով իշխանության ներկայացուցիչներ, ոչ ինքը կապ չունի, բայց եղբայրն է կապ ունեցել, որը ինչ կապ, որ կապներ բացառապես մեղադրական եզրակացությունով վերաբերվում է խուլիգանության, որտեղ ներգրաված են 10-ից ավել մարդ։ Հիմա կա մեղադրանք մի այլ անձի նկատմամբ, որը կատարել է այդ սպանությունը։ Ենթադրյալ, չկա դատանի վճիռ, այսինքն տեղի ունենում սպանություն, որի համար կա մարդ, որը մեղադրվում է այդ սպանության համար, ու մի 15 հոգի այդ դեպքի վայրում են լինում, ենթադրենք եղել են Վալոդա Գրիգորյանը հերքում է իր մասնակցությունը, նույնիսկ ֆիզիկապես ընդդեմ գտնվելու մասով։ Այսինքն սպանությունից հետո ինչ որ մեկին մեղադրանք են առաջադրում սպանության հոդվածով, մի 15 հոգու մեղադրանք են առաջադրում, որ ուղղակի այնտեղ են եղել խուլիգանություն են արել, ու այդ 15 հոգուց մեկի եղբայրը դարձավ այս ամեն ինչի մեղավոր, որ իր նկատմամբ որևիցե, բա եթե այդ մարդիկ գիտեին, Վալոդա Գրիգորյանն է մեղավոր, ինչի լինելով իշխանության ներկայացուցիչներ կապ ունենալով իրապահ մարմիններին չեն դիմել։ Բայց եթե փաստեր ունեին, որ Վալոդա Գրիգորյանն էր Պետրովյան դեպքերի մեղավորը, բաթո դիմեին փաստերը ներկայացնեն Վալոդա Գրիգորյանի դեմ, ել եմ ասում, չեղած բանի համար են ընկած հետևից ընդդիմադիրների։ Բայց այդ փաստերը կար, գնայիք բողոքեիք, հայտարարեիք դրա մասին, թող գային Վալոդա Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցեին, տանեին կալանավորեն, եթե այդ մարդը մեղավոր էր։ Մեր կասկածները ասում են, որ գործի բացահայտման մեջ պատճառները, նպատակները ո՞րն է եղել։ Չեմ ցանկանում, որովհետեւ արկած առաջ քաշել, իրապահները թող զբաղվեն, երբ որ գործը կհավարտվի, կուղարկվի դատարան, մենք մեր գնահատականը կտանք այդ եղած փաստերի շուրջ, իրապահների եղած ինֆորմացիան վստահաբար շատ ավելին է, քան մեր ինֆորմացիան։ Այս շտապողականությունը, որ միանգամից հանցագործը բացահայտվեց, գործը բացահայտված է եւ այլն, սա կապում եք Փաշինյանի հայտարարության հետ, որ նա արեց անմիջապես սպանությունից հետո, որ պետք է գործը բացահայտել, այսինքն ուզում են արդյունք ցույց տալ շուտապույտ Փաշինյանին։ Ընդհանրապես իրապահ մարմինների աշխատանքը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում, առավել նման ծանր հանցագործություններ կատարելուց ժամ առաջ պետք է հանցագործությունը բացահայտվի, նաև իհարկե
ընդունված պրակտիկա է, որ առաջիկա ժամերին, օրերին շատ ավելի մեծ է շանսերը բացահայտվելու, անկախ նրանից սպանված անձը քաղաքական կամ հանրային ինչ կարգավիճակ ուներ, ցանկացած սպանություն մեծ ողբերգություն է եւ դրա արդարադատության հաստատումը պետք է շատ արագ լինի։ Ամեն դեպքում իրավաբանը իրենց աշխատանքը այս փուլում կատարել է։ Հիմա թե ներիշխանական ինչ հանձնարարականներ, ինչ գործընթացներ են եղել, որը ազդել է իրենց աշխատանքի վրա, դա իրենց ներքին խնդիրն է։ Օրենքի շրջանակներում իրավապահ մարմինները պետք է անեն առավելագույնը, որ նման հանցագործությունները ոչ միայն բացահայտվեն, այլ նաև կանխարգելվեն եւ իշխանությունը այդ տեսանկյունից ոչ թե պետք է գնա սպանությունների բացահայտման հետևից, այլ սպանություններ չթույլատրելու, որովհետեւ հնարավոր էր կանխել, կարծում եք։ Հնարավոր էր կանխել այնքանով, որքանով առնվազն սպանությունը կատարվել է ապօրինի զենքով, դա փաստ է եւ դրա շրջանակներում այն որ 10,000-ից ավել ապօրինի զենք է շրջանառվում Հայաստանում ու իշխանությունները այդ ուղղությամբ որևէ էական աշխատանք չեն տանում, տենց կարող է տարին 1-2 զենք բացահայտեն, ընդ որում ապօրինի զենքի բացահայտման, ապօրինի զենք ունենալու քրեորեն պատիժը շուտ տուգանք, առավելագույն ինչ-որ 1-2 տարի, այս վերջերս մի դեպք կար, հետաքրքրեց այս թեման, որ խորացանք, ինչ-որ մեկի մոտ դատախազության հաղորդագրություն էր 45 ապօրինի ավտոմատ էին գտել, մի քանիսն է վաճառել էր, վերջում դատապարտել են 1 տարի պայմանական ազատազրկում, այսինքն 45 հատ ավտոմատ ունես, որը պոտենցիալ 45 հանցագործություն կարա դառնա, երբ որ մարդը գալիս է զենք առնում, չի առնում այդ զենքը տանի ինչ-որ ձուլի, ինչ-որ մետաղից այլ բան սարքի, չէ՞, ցանկացած զենք ի վերջո մի օր նպաստում է որևէ հանցագործության այս ուղղությամբ եւ քրեական օրենսգրքում պետք է շատ խիստ պատիժ սահմանի ապօրինի զենք ունենալու համար, իսկ առավել եւս փոքր միջավայրերում, գյուղական բնակավայրերում իրավաբանները շատ լավ գիտեն քրեական հակումներ ունեցող անձանց, ընտանիքներին, որոնք նաեւ թմրանյութեր են օգտագործում եւ այլն, այսինքն ակնհայտ է, որ ամեն փոքր միջավայրում այն ռիսկային խմբերը, որոնք կարող է ապօրինի զենք ունենան, հակում ունենան հանցագործությունների եւ պահների ոչ միայն ուշադրության կենտրոնում պետք է լինեն, այդ ուղղությամբ աշխատանքները պետք է ավելի խիստ լինի։ Ես հիշում եմ, որ Վալոդիա Գրիգորյանի ընտրությունների ժամանակ հենց անընդհատ խոսում էր այդ մասին, որ հնարավոր է շարունակվի այս դեպքերը, սպանությունները, որոնք եղել են, այսինքն կանխատեսումներ կային, գոնե հայտարարությունների տեսքով, սա արդյոք ոստիկանությանը չէր հետաքրքրում եւ իրենք այդտեղ խնդիր չէին տեսնում, որ ամիսներ առաջ սպանություն է եղել, մեծ դեպք է տեղի ունեցել, կալանավորված անձինք կան։ Որպես համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը նման մտահոգություն, որ լարվածություն կա համայնքում չի ունեցել, որտեղ իր աշխատավոճը ուղղված էր բոլորին, որպես իր կարգախոսը նաև իր աշխատավոճն էր բոլորի համայնքապետը, այդ ուղղությամբ Մեկ տեխնացուներից մեկն էր ասում համերաշխություն բոլորի հետ ավականու դե իմը քարոզչության ժամանակ մարդիկ ինչ սիրում են տենց ճոխացնել, հա, որ եթե հիմա նույնն էլ Փաշինյանն ասում, ես չլնեմ պատերազմ ալնելու, երևի չեմ հիշում, բայց առանց ինչ-որ կենտրոնալ, բայց հնարավոր է մակարոզչության ժամանակ ով ինչ տենց մքեցված մտքեր ասես, հա, տենց խտացված արտահայտում է մարդկանց մոտ որոշակի վախ առաջացնելու, այդ տեսանկյունից դրան այդքան էլ տենց լուրջ չեն վերաբերվում, առավել եւս եթե քաղաքական պատասխանատվություն կրող անձինք ունեն որոշակի ինֆորմացիա, թող իրավապահներին հայտնեն եւ ոչ թե քաղաքական հայտարարություններ անեն։ Վալոդիայի մոտ որևէ մտահոգություն չի եղել, որ համայնքում կա լարվածություն եւ դա կարող է խնդիր առաջանալ, բայց եթե իրավապահները բնական է ավելի մեծ ոչ թե ինֆորմացիա, այլ դրանով իրանք պետք է զբաղվեն եւ նման դեպքերը կանխարգելեն ժամանակին։ Փարաքար համայնքի ավականին հոկտեմբերի 2-ին արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշվել է, որ պետք է հոկտեմբերի 7-ին համայնքի ղեկավար ընտրվի, ձեր տեխնացուն Ունիկ Ախվերդյանն է։ Այո, օրենքով համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են լինելու ավականու կազմից։ Հոկտեմբերի 7-ի ավականու նիստով մեր թիմը կառաջադրի Ունիկ Ախվերդյանի տեխնացությունը, որը եւ այս ընտրությունների եւ 21 թվականին համամասնական ցուցակի երկրորդ համարն էր Վալոդիա Գրիգորյանից հետո մեծ ներգրավվածություն է ունեցել համայնքի խնդիրների կարգավորմանը, կառավարման փորձ ունի, համայնքի կողմից ճանաչված է, թիմի կողմից ընդունելի, բավականին ծանր պատասխանատվություն է եւ նաեւ այն վիշտը, որ նաեւ թիմակիցներն ունեն շատ բարդ է աշխատել մի միջավայրում, որտեղ ամեն վարքյան Վալոդիային են փնտրում, բայց նաեւ հիշատակավար պահելու համար եւ այն խոստումները, որ տրվել է համայնքի բնակիչներին,
մենք գնում ենք դրանք կատարելու ավելի շատ գործ անելու ճանապարհով եւ վստահ եմ Օնիկ Ախվերդյանի առաջնորդությունը փառակարի մեր թիմին մեծ ուժ կտա եւ այդ աշխատանքները բավականին արագ կվերականգնեն հունը, որը Վալոդիա Գրիգորյանը սկսել էր։ Քաղաքացիական պայմանագիրը տեխնացու չի առաջադրել։ Տեղակ չեմ, վաղվան այդ նիստին իրավունք կա հենց տեղում տեխնացուները առաջադրելու, այս բանը չենք տիրապետում, մեր թիմը կազմում է մեծամասնություն, Օնիկ Ախվերդյանի ընտրության մասով մենք մտահոգություն չունենք։ Խոսենք նաև այլ թեմաներից, մի քանի օր առաջ այնպես աննախադեպ բան տեղի ունեցավ, եւ Բարձրաստիճան հոգեվորականին 2 տարով ազատազրկման դատապարտեցին։ Այս ամեն ինչը ինչ բացատրություն ունի, արդյոք սա կապում եք կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի ծրագրերի հետ եւ այսպես ավելի հեշտացնում իր գործընթացը, թե այլ նպատակներ կան։ Կապս բազմաշերտ է Միքայել Սրբազանի նկատմամբ գործողությունները, որովհետեւ Միքայել Սրբազանը իր քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել, ունենալով հանրային մեծ պատասխանատվություն, շահանակելով իր կարգավիճակից խոսել որպես թեմի առաջնորդ, որպես հոգևորական եւ իր խոսքում միշտ շեշտելով որպես եկեղեցու պատասխանատվության մասնաբաժինը, հա, այն քրեական գործը որ կա, հեղաշրջման, հա, ինչ որ տենց իշխանափոխության կոչեր, ամբողջովին իրականության հետ կապ չունի, քաղաքական խոսույթը չի կարող համարվել հանցագործության դրվագ, որովհետև այդ կոչը դա այդ խոսքը այն չէր, որ դա ինչ է նշանակում, երբ որ պայմանական ասած հրապարակում հելնում կոչ ես անում գնացեք շենքեր գրավեք ու մարդիկ գալի շենքեր են գրավում, այդտեղ տեսականորեն կարող ես այդ խոսքը համարել, որ քրեորեն պատժել է, բայց մարդու ազատ խոսքի արտահայտումը կտրել ինչ-որ կոնտեքստից կտրել նկատի ունեմ այն խոսույթը, որ միշտ Միքայել Սրբազանի կողմից տեսել ենք, դա իր խոսելու ոճն է եւ այդ ոճի մեջ չկա որևէ հանցագործություն, հիմա յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր հանրային դեպք ունի իր խոսույթի տեսակը եւ այս ուղղակի խայտարակություն է, ակնհայտ է, որ սա եւ այդ անձի ընդդիմադիր վարքագծի նկատմամբ ճնշում է, եկեղեցու նկատմամբ ճնշում, ուստեղ շատ զարմանալի է եւ կուզենամ ուշադրություն դարձնենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական գործից միջև դատավճիռ տևել է ընդամենը 3 ամիս, այսինքն այս կարգի արագացված գործընթաց նույնիսկ չի լինում այդ դեպքերում, երբ որ մարդը մեղք ընդունում է, ասում է խնդրում եմ արագացրած դատավարություն արեք, ինձ դատեք, մի քիչ եմ դատեք, վերջանագնա, այսինքն էլ ոչինչ չեն քննում, այսինքն ուղղակի պատերազմից 5 տարի անցել դեռևս այդ գործերը քննման մեջ են։ Ոչ միայն, հա, նաև եթե ավելի հետ գնանք 7 տարի է, այդ նախկին պաշտոնյաներից որևիցե մեկին չեն դատել։ Այդ 7 տարի է խոսում են, երկիրը թալանեցին, այս արեցին, այն արեցին, կեղեքեցին, սրանց պատճառով Արցախը կորցրեցինք, բայց այդ 7 տարի է ուր է մի հատ նախկին պաշտոնյայի դատավճիռ, որ այս մարդը, ասեն հանուն Հայաստանի Հանրապետության, այս մարդուն ուր է այդ ազատազրկված պաշտոնյաները նախկին։ Ինչու են այդքան շտապում, որ անպայման վճիռ կայացվի, այսինքն երկու կողմ կա, այսինքն եթե դու կարողանում ես 3 ամսում քրեական գործից հետո մարդուն դատել, բայց հարյուրավոր հանցագործները պոտենցիալ որ ասում եք, բայց ինչի՞ չկա այդ մարդկանց վրա դատավճիռ։ Այսինքն ակնհայտ է, որ սա հստակ կազմակերպված, այսինքն այն որ նիստերը տենց տարին մի անգամ, 2 անգամ նիստ են անում սովորաբար, տենց այն օր ու գիշեր այս արագացված ռեժիմով նպատակ կար շատ արագ նաև ցույց տալ, որոշակի վախի մթնոլորտ նաև ազատ խոսքի վերաբերյալ, սա նաև դրա մասին է, որ ընտրությունների նախաշեմին մարդկանց ցույց են տալի, այ որ տեսեք, հանգարց մի բառ մի քիչ ավել պակաս խոսեք, Միքայել Սրբազանին չենք խնայել, դուք ինչ եք, որ ձեզ խնայեն։ Իսկն այդ տեսանկյունից սա բավականին մտահոգիչ է եւ ժողովրդավարության մասին ճառեր կարդացող իշխանությունները իրենց վարքագծով ցույց են տալիս, որ որովիցե աղերս չունի իրենց քաղաքականությունը ժողովրդավարության հետ, որ խոսում են ժողովրդավարությամբ, ընտրություններով պետք է գալ իշխանության, հա, մնացած ամեն ինչը անթույլատրելի է, հենց հակաժողովրդական քայլերն են մարդկանց մոտ նման մտադրություններ առաջացնում, երբ որ դու իշխանություն ես ու ժողովրդավարական գործիքակազմը համարում ես առաջնային, այդ ժամանակ մարդիկ քաղաքական դաշտը ասում է, որ նորմալ ժողովրդավարական երկիր է, մենք գնում ենք ընտրություններով իշխանափոխության, գնանք քարոզարշավ անենք մարդկանց հետ խոսանք ու գանք իշխանության, բայց ամեն անգամ երբ որ իշխանությունը ժողովրդավարության գործիքները նվազեցնում է,
Ընդդիմադիրների մոտ բնական մտքեր են առաջանում, որ շատ դժվար է ընտրություններով իշխանափոխության ու ինչքան ցանկացած իշխանության մասն է խոսքը, ժողովրդավարությունը նվազեցնում ես, այնքան իշխանափոխության ժողովրդավարական ճանապարհները ընդդիմադիրների մոտ նույնպես նվազում է։ Հետևաբար իշխանությունը պետք է դադարեցնի նման վարքագիծը ընդդիմադիրների նկատմամբ եւ նորմալ ժողովրդավարական համակարգ ստեղծի քաղաքական պայքարի, որը չվնասի մեր պետությանը, որովհետեւ նման իրադարձությունները ոչ միայն այսօրվա քաղաքականությանն են վնասում, այլ նաև ժողովրդավարության տեղից խարխուլ հիմքերը ավելի են վնասում։ Իդեպ կանխատեսումներ կան, որ հնարավոր է Վարդան Ղուկասյանը եւս կալանավորեն եւ առասարակ շատ է խոսում, որ ընտրություններից առաջ շատ անձանց կալանավորելու է Փաշինյանը, ովքեր կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Անկախ նրանից Վարդան Ղուկասյանի քաղաքական հանրային գործունեությանը ո՞նց ենք վերաբերվում։ Այդ մարդը ընտրվել է այնպես, ինչպես ընտրվել է Նիկոլ Փաշինյանը։ Բա ընտրություններ ա եղել, ՔՊ-ի կազմակերպած ընտրություններն է, ՔՊ-ն մասնակցել է այդ ընտրություններին, օրենքի սահմաններում Վարդան Ղուկասյանը դարձել է համայնքի ղեկավար, որը չի վիճարկվել որևիցե ուժի առաջին հերթին ՔՊ-ի կողմից։ Այդ մարդը զբաղեցնում է իր պաշտոնը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դուրը գալիս է, չի գալիս, մեր դուրը գալիս է, չի գալիս, պետք է ընդունել լեգիտիմություն ընտրություններով եկած իշխանությանը, որտեղ նույն բանը իրանք են ասում, չէ՞, ասում են մենք ընտրվել ենք, սպասեք ընտրություններ կլինի, ընտրություններով պետք է, բայց եթե անդադ ասում եք Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, առաջինը իրանք պետք է պահեն այդ սկզբունքը։ Էլի եմ ասում, անկախ նրանից Վարդան Ղուկասյանին կամ ինչ որ մի համայնքապետի ոնց է, այդ նույն խնդիրը մենք ունեցանք Ալավերդիում, չէ՞, առայդ մենա մեծ դեպքն է, Աստված տա նման դեպքեր էլ չլինեն, բայց այո, այս վարկագիծը խոսում է դրա մասին, որ քաղաքական հայտարարությունների շրջանակներում մարդկանց նկատմամբ փորձում են քրեական հետապնդում իրականացնել, որը անընդունելի է, եմ ասում, նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի քաղաքական հայտարարությունների մեծ մասը ընդդիմադիրներին դուր չի գալիս։ Հիմա նույն տրամաբանությամբ ընդդիմադիրների քաղաքական ռետորաբանությունը կարող է դուր չգալ։ Բայց այդ քաղաքական գործընթացը հիմա մեկը մի քիչ խիստ է խոսում, մեկը մի քիչ թույլ է խոսում, մեկի բառապաշարում կոպիտ բառերը կարող է շատ լինել, մեկը ավելի էմոցիոնալ է, դա բացառապես քաղաքական գործունեություն է, իսկ այդտեղ չկա ոչ անձնական գործունեություն, որ անձնական ինչ որ վարկագիծ է դա։ Հիմա այս ճնշումների միջև որ կարող է հասնել առասարակ, Փաշինյանը նույնիսկ ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, երբ խոսում էր կուսակցությունների մասին, ասաց կարող է լինել կուսակցություններ, որոնք նույնիսկ ընտրություններին թույլ չտանք մասնակցեն։ Եթե Հայաստանում այսօր կա մի կուսակցություն, որ պետք է ընտրությունների չմասնակցի, այդ քաղաքացիական պայմանագիրն է, եւ այդ տրամաբանությամբ նաեւ նման հայտարարություններ անելու է, լրիվ որ օրենքից վեր են դասում իրենց ու հակաօրինական հայտարարություններ են անում։ Ասում են թափանցիկություն, ովքեր որ չեն պահել նվիրատվությունների եւ այլնի հետ կապված։ Առաջին խնդրահարույց առնվազն որը որ հրապարակված է, այդ մասով թափանցիկության խախտող այս քաղաքացիական պայմանագիրն է, որ աուդիտ է անցվել, այնտեղ կային իրավաբանական անձանցից նվիրատվություններ, անանուն նվիրատվություններ, գործը կարճեցին գնաց։ Այդ 23 թվականի Երևանի ավականու ընտրությունների վերաբերյալ այսօր կուսակցությունները 25 միլիոն դրամից ավել շրջանառության պարագայում անցնում են ֆինանսական աուդիտ, այդ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերահսկողության ներքո այդ աուդիտի հաշվետվությունները հրապարակվում են եւ այդ գործառույթի համար կա օրենսդրությամբ սահմանված գործընթաց, որի մեջ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 0 է։ Հիմա եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանցագործության տարեր է գտել այդ հաշվետվություններում, թող ուղղակի իրապահ մարմիններին եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ անի ազդելով հերթական այսպես կոչված անկախ կառույցի գործունեության վրա։ Իսկ ապրելու երկիրը ինչպես է դիրքավորվելու, կան արդեն ծրագրեր, խոսվում է նաև ընդդիմության դաշտի կոնսոլիդացիայի մասին, ասում են առանց կոնսոլիդացիայի հնարավոր չէ Փաշինյանին հաղթել, ինչ ծրագրեր դուք ունեք։ Մենք ընտրություններով իշխանափոխության սցենարը միշտ համարել ենք ամենահավանականը, ինչով էլ պայմանավորված 20-ից ավել թիմ ընտրությունների ենք մասնակցել, ունենալով հաջողություններ, անհաջողություններ, կայացել է կուսակցությունը նաև այդ պայքարի մեջ եւ ոչ թե անընդհատ խոսել ենք ու վերջի պահին ընտրությունների ենք մասնակցում կամ ասում ենք ընտրություններով հնարավոր չէ, պատրաստվում ենք ընտրությունների միանշանակ, այսինքն դա է մեր գործունեության հիմնական ճանապարհն է։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, այդ հերթական կեղծ թեզն է դաշնետվում, որը բերում է բացասական ընկալման, առանց միավորման հնարավոր չէ, հետո էլ
միավորումը տեղի չի ունենում, մարդիկ հիասթափվում են։ Միավորումը չի լինելու, այսինքն ես զարմանում եմ քաղաքական այն շրջանակների վրա, որոնք կամ միամիտ են, կամ իրենց դնում են միամիտի տեղ ու ասում են ընդդիմությունը կարող է միավորվել։ Ընդդիմությունը չի կարող միավորվել ու որովիցե ակնկալիք ձևավորել, որովիցե սպասում ձևավորել միավորման, այդ ուղղակի անիմաստ է, ինչի։ Նույնիսկ արտախորհրդանական ընդդիմությունը չի կարող միավորման հիմքում պետք է ընկած լինի ինչ որ սկզբունքներ, արժեքներ, միավորվել միայն նրա համար, որ ասենք միավորվել ենք, առնվազն մենք այդ ճանապարհով չենք գնում։ Հիմա կան քաղաքական ուժեր անհատներ, որոնց հետ ունենք համախոհություն, նույն արժեքները, նույն սկզբունքներն ենք որդեգրում, կան քննարկումներ անում ենք համագործակցության։ Ինչ արդյունքի կհասնենք, ժամանակը ցույց կտա, որովհետեւ ամբիցիա չբավարարված մեր կուսակցությունը չունի, մենք գիտենք մեր ուժեղ ու թույլ կողմերը, մեր հնարավորությունները, առավելությունները, մեր գործընկերներին միշտ ներկայացնում ենք նաև համագործակցության այն մոդելները, որը մեր կարծիքով կլինի առավել արդյունավետ, առաջին հերթին հանրության համար անցալելի, որտեղ չի կարելի գնալ մի հատ արհեստական դաշինք անել, որ հասարակությունը ասի, «Էս ինչ եք անում, էս դուք այս 5 տարի է իրար ինչ ասում եք, այսօր եկել եք ասում եք մենք եկեք միավորվենք, ձեր ձեռքի բռնենք», չի կարելի էլի։ Այսինքն պետք է նաև առաջին հերթին հանրությունն է, չէ, ժողովուրդն է գնում մեզ ընտրում։ Ու այդ միավորումը ոչ թե պետք է մեր համար լինի, այդ միավորումը ժողովրդի համար լինի, այդ միավորումից ժողովուրդը ստանում է ավելի մեծ վստահություն, եթե ստանում է գնում ենք այդ միավորին։ Բայց առանց միավորվելու շանսերը կան։ Մենք աշխատում ենք անել առավելագույնը, որ ամրապնդենք մեր վստահությունը հանրության մոտ։ Հիմա դրա շրջանակներում տեսնում ենք արդյոք համագործակցություն, որը ավելի կամրապնդի վստահությունը, տեսնում ենք։ Այդ ուղղությամբ քայլեր անում ենք։ Այս բանը զերծ կմնամ ինչ-որ անուններ տալուց, որովհետև նաև փոխադարձ կա պայմանավորվածություն, առնվազն այս բանին, քանի դեռ չկա ամեն ինչ պայմանավորված, չգնալ այդ հանրարարացնելուց, որտեղ չբացառելով նաև ամենքի այլ ճանապարհ ընտրելու տարբերակը, ժամանակ կա, ընդ որում մենք որպեսզի արագ ու տենց մեծ ռիսկերով չգնայինք այդ համագործակցության, այս քննարկումները մեզ մոտ վաղուց կան։ Այսինքն 1, նույնիսկ 2 տարի առաջվանից մենք ունեցել ենք նման շփումներ, տարբեր ունենք, այսինքն պարբերաբար շփվում ենք, ուղղակի կարելի ասել ունի զրուցում ենք, հասկանալ մենք կարող ենք ունենալ համախոհություն, կարող ենք իրար հետ, ասենք 10 հոգով 5 հոգի ամեն թիմից նստել, ուղղակի զրուցել, իրար լսելու ունակություն ունենք, թե չէ։ Հետևաբար այդ աշխատանքը տարվում է, հուսով ենք առաջիկայում ավելի կկոնկրետանա։ Եվ Ռուբեն Վարդանյանի հետ կապված ինչ տեղեկություններ ունեք, ինչ իրավիճակ է։ Ցավոք եւ պարոն Վարդանի եւ մյուս գերիների մասով տեղեկությունը այն է, ինչ որ կա, որովհետեւ առաջընթաց այս բանը չի նկատվում, այդ կեղծ դատավարությունները շարունակվում են, որը նույնիսկ ավարտը չի նշмарում, որովհետեւ տրամաբանություն էլ չկա, լավ, մեկ գալիս են 23 թվի դեպքերից են ինչ-որ անհասկանալի մարդիկ ցուցմունք տալի, մեկ 88 թվից են խոսում, այսինքն սրա նպատակը նա է, որ անդադ ձգել է դատավարությունը։ Միջազգային հանրության կողմից էլ առավելևս Կարմիր խաչի գրասենյակը փակելուց հետո որևէ առարկայական քայլեր չենք տեսնում, էլի ինչ-որ քննարկումներ, կոչեր եւ այլն, բայց գործուն քայլեր գոնե մեր գերիներին այցելելու մասով միջազգային հանրության կողմից չկան։ Ծանր հարց է, հույս ունենք, որ ինչ-որ մի պահի միջազգային հանրությունը ավելի մեծ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա եւ մեր գերիները կվերադառնան։ Փաստացի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը գնաց Ադրբեջան եւ ձեռնունայն վերադարձավ։ Ու հա, առնվազն այս պահին մեր ունեցած տեղեկությունն էլ է դա, որ իհարկե այս այն դեպքն է, որ կուզենանք սխալվենք եւ համարենք, որ պայմանավորվածություններ կան հետևում մեծ աշխատանք է տարվում, որ օր առաջ կվերադառնա, սա այն հարցն է, որը քաղաքական տարակարծություններից վեր է եւ մեր գերիների վերադարձը բոլորիս համար մեծ սպասելի է։ Իդեպ դուք եք կարծում, որ գերիների հարցը բաժանել են երկու խմբի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը առանձին է, այլ ձևով են վերաբերվում, մյուսներին այլ ձևով։ Գիտեք, ինչ դատավարության ժամանակ որ շեշտը դրված է այդ անձանց վրա, սրանով փորձում են ցույց տալ Հայաստանի ոչ միայն Արցախի ագրեսոր լինելը, այդ հանցագործությունների հեղինակ լինելը, եւ դա բնական է ոչ պաշտոն զբաղեցնող անձանց դատավարություններով շատ դժվար է մատուցել։ Այդ տեսանկյունից կա, բայց յուրաքանչյուր հայի Բաքվում գտնվելը մեծ ողբերգություն է։ Ցավոք մենք այնտեղ 2020 թվականից դեռ գերիներ ունենք եւ անկախ նրանից ով ինչ կարգավիճակ է ունեցել իր գործունեության ընթացքում բոլորի վերադարձը պարտադիր է։ Իդեպ ինչու է Փաշինյանը անվանում նրանց անազատության մեջ պահվող անձինք եւ ոչ թե գերիներ։
Թե գոնե այդքանը ասում է, էլի գոհ լինենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սրեմ շնորհակալ։ Զրուցակիցս ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։